Հիմա շատ ուրախ կլինեմ, եթե հարցեր կան, ուրախ կլինեմ, որ բոլոր անհանգստացնող հարցերի մասին խոսենք, թե ձեր մարզերի, թե ընդհանուր ընտրական պրոցեսի, սուր հարցեր տվեք։ Ոչ մի բանի պատճառով բանակից դուրս մնացած սպաների իմ եւ իմ նման տղաների հարցը մեկ էլ պատերազմի մասնակիցների ովքեր որ ամեն ինչից զրկվել են արտոնություններից բանից դրանք ոնց է ալնելու երկրորդ հարցս օգոստոսի 18-ին կարողանալու եմ ամենահզոր վարչապետի հետ իմ ծննդյան տոնը նշելու Երկրորդ հարցը շատ հեշտ է, բոլոր դեպքերում նշելու ենք, ինչ վերաբերվում է առաջին մասին, ես ասում եմ, հերոսները նորից դառնալու են հերոս։ Հերոս ես նկատի չունեմ այն մարդկանց, ում դոշին կպսրել են հերոսի կոչում, հերոս այն մարդիկ են, ովքեր իրենց կյանքը նվիրել են մեր պետությանը, պատերազմել են, հաղթել են, բոլորը մեզ համար հերոսներ են լինելու, բոլորը պետք է ունենան բարեկեցիկ կյանք, դուք դրանում մի կասկածեք, մենք հետ ենք վերադարձնելու մեր այդ տալոներին, ինչի համար են իրենք մեզ պետք, որ մենք կարողանանք հաղթահարենք թմրամոլությունը, խաղամոլությունը, ինչ արեցին սրանք մեր երկրի գլուխը, Սկզբից ոչնչացրեցին էլիտային, դուք տեսնում եք, այսքան մենք պայքարում ենք արդեն մոտ 1 տարի, էլիտան նոր, քիչ-քիչ, ավելի համարձակ մարդիկ, սկսում են զարթնել, չվախենալ, մարդիկ վախենում են ամենավախկոտ մարդկանցից, սրանք բոլորից վախենում են, բայց կարողացել են մեր ժողովրդին էլ իրենք վախեցնեն։ Դրա համար ինչ վախենալ, ինչից վախենանք, երբ դու քո հայրենիքի համար պայքարում ես, հիմա մեր պայքարը մեր հայրենիքի համար է, վստահ եղեք, ինձ իշխանություն, երևի իմ կյանքի վերջի հարցն էր սա, որ ինձ պետք է, դուք գիտեք, ինձ ինչի համար կալանավորեցին, եւ ես շատ հպարտ եմ դրա համար, Ես ոչ մի վարկյան չեմ զղջացել, որ ասել եմ այդ խոսքերը, ինչից իրենք վախեցան, կալանավորեցին, իրենք շատ են վախենալու, մեզանից հələ շատ են վախենալու, դուք հանգիստ եղեք։ Մենք մեծ հույսերով եկել ենք այստեղ, լսենք ձեր պատասխանը, ինչ է սպասում մեր երիտասարդներին փոփոխություններից հետո։ Ընդանուր բառով եթե ասեմ, պայծառ ապագա, բայց հիմա փորձեմ բացատրեմ, մենք ոչ միայն Հայաստանի երիտասարդների համար ենք կառուցելու ապագա, ամենալավագույն վուզերն ենք բերելու, ամբողջ աշխարհի այն բրենդային Սարբոն, Քեմբրիջ, բոլորին բերելու ենք Հայաստանում ունենան իրենց համալսարանները, ինչ արեցին Դուբայում, Դուբայը սարքեցին, ընդամենը երևի մի 5-6 տարվա մեջ աշխարհի ամենալուրջ կրթական կենտրոնը, հիմա էլ ոչ ոք չի գնում, Լոնդոն սովորի կամ Շվեյցարիա, ոնց որ առաջ բոլորը ցկտում էին, բոլորը գնում են Դուբայ 5 տարում, իսկ Ինչի համար մենք չենք կարող, հաստատ մենք ավելի հետաքրքիր բնություն ունենք, հիմա եթե նույն վայքում Սարբոնի համալսարան լինի, մյուս տեղը մյուս համալսարանը, դա մենք անելու ենք, մենք լիցկա թափելու ենք Երևանը, Երևանը խեղդվում է, հիմա երիտասարդներին բացարձակ անել օրինակ ես չգիտեմ, վայքի երիտասարդին ինչ կա անելու վայքում, Ոչ մի բան, դրա համար առաջ երթին փորձում են վազեն Երևան ինչ-որ աշխատանք գտնեն, մենք գնում ենք մարզերը, առաջին հերթին զարգացրելու ենք մարզերը,
նույնիսկ այնքան, որ հիմնականում լիցքաթափենք Երևանը, որտեվ Երևանը ընդունակ չի այսքան մարդ ընդունելուն, ոչ տրանսպորտային համակարգն է կարողանում, ոչ կոմունիկացիաներն են 65 թվականին կառուցել են կոմունիկացիաները 300,000 բնակչի համար, բայց հիմա ապրում է միլիոնից ավել բնակչություն եւ ամեն օր խնդիրներ կա այս քաղաքում։ Երևանում կոմֆորտը վերացրել են, ապրելու կոմֆորտը գոյություն չունի։ Մենք անպայման պետք է Երևանը լիցքաթափենք, նույնիսկ մինիստրությունները կտեղափոխենք մարզեր, որ զարգացնենք մարզերը։ Դուք գիտեք, ես էլ եմ գյուղում ծնվել, մեծացել, ապրել, ամեն տարի մի քանի անգամ գնում եմ գյուղ, չնայած մենք մեր գյուղի հարցը լուծել ենք, նույնիսկ Տաշիրի հարցը այդ մասով լուծել ենք, բայց միևնույն է, պետք է լուծենք բոլոր շրջաներում, որ բոլոր շրջաներում լինի լավ կրթություն, դրա համար բարձրացում ենք մանկավարժների աշխատավարձը 150%-ով, դա սկզբնական փուլում ենք հայտարարում, իհարկե մենք շատ ենք բարձրացնելու, բայց քանի որ մենք չենք պատկերացնում ինչ է կատարվում բյուջեի հետ, մենք այնպիսի բաներ ենք հայտարարում, որ բյուջեն մինիմում մասնակցություն է ունենալու, հիմնականը օրինակ $1 միլիարդ տուրիզմի համար մենք բյուջեից ոչ մի գումար չենք վերցնելու, ընդամենը հող եւ կոմունիկացիաներ է պետությունը տրամադրելու, ամբողջությամբ դա մեր շնորհքն է լինելու, դրսի ներդրումներ, մեր ընկերների ներդրումները եւ դուք տեսնեք 5 տարվա ընթացքում ինչ տեսք ունենան մեր մարզերը, իսկ եթե մենք ստեղծում ենք 300,000 աշխատատեղ, ինչը որ մեր ծրագրում դուք տեսնում եք, դրա հիմնական շահառուն լինելու են երիտասարդները եւ մարզերի կանայք, որովհետեւ ես հասկանում եմ, որ ամենաանգործը մարզերում հիմա կանայք են։ Մենք այդ հարցը Տաշիրում ընդամենը մի հատ ֆաբրիկա բացեցինք, հիմա Տաշիրում ոչ մի հատ անգործ կին չկա, այսինքն դա շատ հեշտ գործ է եւ շատ երկար չի, դրա համար անհրաժեշտ է շատ մեծ ցանկություն եւ հնարավորություններ, որը որ վստահ կարող եք ասել, որ միայն մենք ունենք, մեր ուժը ունի, չկա այդպիսի հայ մարդ, որ կարողանա այսօր համախմբել ժողովրդին, համախմբել սփյուռքին մեր երկրի շուրջը եւ ապահովել ֆինանսական հնարավորություններով։ Չկա, գոյություն չունի այդ մարդը։ Դուք տեսնեք Վայկն էլ, Եղեգնաձորն էլ, Ջերմուկը չօգտագործել այդ ռեսուրսները, որ մենք ունենք։ Օրինակ, չզարգացնել Նորավանկը իր շրջակայքով, դա ուղղակի հանցագործություն է այդ պետության համար։ Ինչպես չենք զարգացնում Գառնին, Գեղարդը, Արագածոտնի մարզում մենք հիմա արդեն արել ենք նախագծեր, նորից աշխարհի ամենաունիկալ տեղերից են Սաղմոսավանքի, Օանավանքի ձորը, Դեմը Արարած սարը, մենք հիմա այնտեղ մի 80 հեկտար առել ենք, տեսնեք ինչ ենք կառուցելու, որ ամբողջ աշխարհը գա տեսնի, մենք թե Տավուշի մարզը, թե Վայոց ձորը, թե Սյունիքը, դրանք Լոռին, Ալավերդի, Ստեփանավան, Վանաձոր, դրանք ունիկալ տեղեր են, նույնիսկ ասում եմ աշխարհի մասշտաբով, ոչ թե ասենք մեր երկրի, չզարգացնել դա ուղղակի հանցագործություն է։ Կոտայքը անելու ենք հաղթանակից հետո մենք բոլոր մարզերի համար հատուկ ծրագրեր ենք անելու։ Դրա համար խորհրդակցելու ենք մեր գործընկերների հետ։ Դուք էլ պետք է մեզ ուղղություն ցույց տաք, քանի որ դուք հողի վրա ավելի լավ եք ամեն ինչ պատկերացնում, մենք էլ ենք պատկերացնում, բայց լավ կլինի, ասենք կարող է դուք տանեք մեզ մի հատ ավելի հետաքրքիր բան ցույց տաք։ Վստահ եղեք, շատ արագ մենք մեր երկիրը սարքենք
տարածաշրջանի ամենազարգացող երկիրը։ Չկասկածեք դրանում։ Մեր ազգին պետք է մի ուժեղ ղեկավար, որը այսօր գտնում ենք դուք եք եւ թանկանում ենք ձեզ այդ քայլել այդ ճանապարհը եւ հոգսերը հոգալ մեր պետության հիմնական անվտանգությունը, հետո տնտեսությունը, հետո էլ մեր երեխաների ապագան։ Մենք քեզ հետ գնում ենք առաջ եւ պետք է ամուր կանգնենք, պարոն վարչապետ։ Մեր հայ ազգը զարգացնենք եւ խաղաղություն բերենք մեր հայ ժողովրդին եւ բարեկեցություն։ Ես չեմ կասկածում։ Շատ շնորհակալություն։ Դուք շատ ճիշտ եք ասում, առաջին հերթին մենք պետք է կանգնենք մեր պետության կողքին։ Մեզ հասցրել են անդունդի եզրին։ Այսպիսի անկում, այսպիսի ստորացում մեր ժողովրդի, ոնց որ սրանք արեցին, ոչ մի պետություն չի ունեցել։ Գերմանիան 20 միլիոն մարդ կորցնելուց, գիտեք, խայտարակ պարտվելուց հետո ամենաշատը 10 տարի հետո մեջքները ձգեց, մի քանի տարի հետո աշխարհի ամենազարգացող տնտեսությունով ամենազարգացած պետությունը դառան։ Դա նրանից է, որ եկան ճիշտ կառավարիչներ երկրին։ Եթե մենք մեր տնտեսությունը չզարգացնենք, ես պարզ եմ ասում, եթե մենք 300,000 աշխատատեղ չստեղծենք, մեր պետությունը ոչ անվտանգություն կունենա։ Անվտանգությունը ոնց ենք ունենում։ Վստահ եղեք, Ադրբեջանը ես էլ լինեմ, չլինեմ, կապ չունի, Ադրբեջանը չի արձակվելու Հայաստանի վրա։ Էլ իմաստ չունի արձակվի, ինչ ուզել են, սրանք տվել են։ Վերջի հարցն էին իրենք բարձրացրել ճանապարհը Սյունիքով, սրանք էլ ստորագրին են, թեփ-շեփ ստորագրում են, վազելով գնում այռոպորտ ստորագրում են, նույնիսկ չեն էլ բերում հասցնում քաղաք, որ մի հատ քննարկեն ու ստորագրեն։ Այռոպորտում են թղթերը ստորագրում։ Իրենք կամակատարներ են։ Ով ինչ թուղթ բերում է, իրենք պարտավոր են ստորագրեն, քանի որ աթոռ պահելու խնդիր ունեն։ Իրենց համար հիմա կարևոր է վերարտադրվել, թե ճանապարհ կտան, թե Երևանի կենտրոնով ադրբեջանցի կիսեն այդ ճանապարհը կգնան, ոչ մեկ էլ չի հետաքրքրում։ Դրա համար մեզ պետք մի հատ վռած կանգնեցնենք այս process-ը։ Ալիևն էլ պետք է հասկանա, որ մենք ազատեցինք իր մարզպետին պաշտոնից։ Այս մարդը մարզպետ է աշխատում նրա մոտ։ Մեր պետությունը արդեն վարկաբեկվում ամբողջ աշխարհի առաջ։ Սա է մեր երկրի վիճակն ու կեցվածքը հասցրել են զրոյի։ Չենք կարող մենք ոչ մի բանի համար խոսք ունենանք, պայքարենք։ Դրա համար մի հատ փոփոխություն է պետք։ Հիմա մենք ենք պահանջատեր։ Մեր հողերն են իրենց մոտ։ Ինչից ենք մենք վախենում։ Ձայն չենք հանում, տարել են հողերը եւ ամեն օր տալիս են։ Մենք հիմա չգիտենք, սահմանազատում են անում, որտեղով են քաշում գիծը, ով գիտի։ Ինչի համար զիջենք ամեն ինչ։ Լավ, պարտվել եք, հələ գնացեք։ Գնացեք, նոր մարդ գա, նոր բանակցող գա, ով չի պարտվել, ով քեզանից ավելի շատ հնարավորություն ունի, շատ միջազգային հնարավորություններ ունի։ Դրա համար մենք հունիսի 7-ին մեր լուրջ խոսքը պետք է ասենք, թե չէ մարդկանց թվում է ինձ ինչ-որ իշխանություն է պետք։ Ես նույնիսկ բանտի խցում Իրանից 10 անգամ շատ իշխանություն եմ ունեցել եւ ամեն օր ունեմ։ Արդյոք դուք նախատեսում եք Հայաստանում, Վայոց ձորում եւ մնացած մյուս մարզերում զարգացնել ժամանակակից հատկապես ինտենսիվ գյուղատնտեսությունը, որը այսօր շատ մրցունակ է արդեն աշխարհում։ Շնորհակալություն։ Մենք ուրիշ տարբերակ չունենք եւ ամենակարևորը դուք գիտեք, մենք մտերման կայաներ ենք ստեղծում, որ գյուղացին էլ վարկերի տակ չճռա։ Տարվա սկզբին ինքը մտերման կայաների հետ պայմանագիր է կնքում։ Գյուղացու գործը պետք է լինի միայն մշակի հողերը, դուք պատկերացրեք Արարատյան դաշտավայրը 10-ից 15% հողերն է մշակվում,
ամենաբերկատու հողերը 10-ից 15%, իսկ Վայոց ձորում ավելի քիչն է մշակվում։ Դրա համար մենք ազատում ենք հարկերից, գիտեք, փոքր բիզնեսը ազատում ենք հարկերից։ Բոլորը պետք է մշակեն իրենց հողերը։ Կոնկրետ Վայոց ձորում կարող ենք սարքել գինեգործության կենտրոն, որտեղ դուք ունեք ունիկալ սորտեր, ինչքան ես գիտեմ։ Տուրիզմը առանց այդ շատոների, գինեգործական, կոնյակի շատոների չի կարող զարգանալ։ Մարդիկ ինչ են ուզում, կան սիրուն ինչ-որ բաներ տեսնեն, իրիկուները գնան, տաշ-տուշ, քեֆ անեն, դրա համար էլ ամբողջ աշխարհը, Ֆրանսիան դրանով բարձրացավ։ Պատկերացրեք, մի 5 անգամ ավելի շատ Ֆրանսիան գինուց է փող ստանում, քան Ռուսաստանը գազից ու նավթից։ Հասարակ բան է, չէ՞, մարդիկ մշակել են, բրենդներ են սարքել, ճիշտ մարքեթինգով զարգացրել են ամբողջ աշխարհում, հիմա մի շիշը գիտեք ինչ գներ են սարքում։ Մեկ ամենագեր խնդիրն եմ ուզում ասել, Վայոց ձորի և Սյունիքի վրա սև ամպեր են կուտակվել, ամենայն անկեղծությամբ, այդ ամպերը մենք մերես ուժով կարող ենք ցրել, ուրիշ ոչ մեկը չի ցրում, ես համարում եմ ամսու 7-ի ընտրությունը անկրակոց երկրորդ Սարդարաբադ, մեր ինքնության պահպանման, մեր վաղվա ապագայի և մեր թոռների համար։ Դուք շատ ճիշտ բան ասեցիք, մեր գլխավոր վտանգը այսօր, որ կախված է, իհարկե Սյունիքի վրա է, Սյունիքի գլխին է, ամբողջ աշխարհը պայքարում է Սյունիքի համար։ Այս մարդիկ սարքեցին մեր երկիրը գեոպոլիտիկ պայքարի կենտրոն։ Մենք հանգիստ ապրում էինք, մեզ պետք չէր սա։ Ինչ հիմա քայլ են անում, վտանգավոր է։ Այս քայլը անում են ռուսնա դժգո, մյուս քայլն են անում ամերիկացինա դժգո, ուրիշ քայլ են անում եվրոպացինա դժգո, բայց խիտ տարակ մեր երկիրը գցեցիք դրան ծեռը։ Հանգիստ ապրում ենք։ Մենք պետք է ունենանք մեր պոզիցիան։ Սյունիքը մերն է։ Հարց ունեք, մեզ հետ խոսեք։ Ոչ թե դուք ինչ-որտեղ բան եք որոշում, մենք էլ գնանք ստորագրենք։ Ես վստահեցնում եմ, 20 թվականից հետո այս մարտը չի մասնակցում ոչ մի որոշման Հայաստանի հետ կապված։ Իսկ Վայոց ձորի մասին եւ ընդհանրապես մի մտածեք, մենք իրոք զարգացնելու ենք, մենք խոսքեր չենք ասելու, դուք հասկանում եք, այս լրագրողները ինձանից 10 անգամ շատ են պահանջելու, քան Փաշինյանից։ Ես եթե անում եմ հայտարարություններ, ցանկացած հայտարարության գինը գիտեմ։ Ես գիտեմ իմ հնարավորությունները, մենք կանենք ամեն ինչ։ Մենք մեր ասածի տերն ենք, մենք մեր խոսքի տերն ենք, թե Արագածոտնի մարզը, թե Վայոց ձորը, ես ասեցի մեր տուրիզմի պոտենցիալը, թե Սյունիքը, մենք պետք է օգտագործենք մեր երկրի պոտենցիալը, մեր երկրի բոլոր ռեսուրսները, նույնիսկ մարդիկ թուղթ են ստորագրում, այռոպորտում ռեսուրսները զիջում են, բայց իրենք էլ չգիտեն ինչ ռեսուրս կա, որ զիջում են։ Դրա համար մենք հենց Սյունիքում ենք իրենց կանգնեցնելու, չենք թողելու լծվեն Հայաստան։ Իրենց թվում է Սյունիքը փոքր է, մի հատ կտրենք տանեն, բայց մենք պետք է հասկանանք։ Ես ազնությամբ եմ ասում, եթե մենք կորցնում ենք Սյունիքը, կորցնում ենք Հայաստանի պետության 80% պոտենցիալը, այսինքն աշխարհին այսօր որ մենք ինչ-որ գործոն ենք աշխարհում, դա Սյունիքով ենք, որտեվ բոլոր գերտերությունների շահերը անցնում է Սյունիքով։ Եթե Սյունիքը տարան մեր ձեռից, մենք ընդամենը մի հատ պետություն ենք, որը ոչ մեկ էլ հետաքրքիր չի։
Դրա համար մենք պարտավոր ենք կանգնեցնենք սրանց վտանգավոր պլանները, որ գծել են Ադրբեջանն ու Թուրքիան, իրենց էլ օգնում են, դուք տեսնում եք այլ տերություններ։ Դրա համար մենք ճիշտ քաղաքականությամբ պետք է ցույց տանք, պետք է ապացուցենք մարդկանց, որ մենք տալու ոչ մի բան չունենք, մենք դեմ չենք։ Եկեք, եթե կա բիզնես, իրար հետ նստենք, խոսենք, օգտագործենք, բայց մեր կոնտրոլով մենք ենք տիրապետելու տարածքին։ Շնորհակալություն։ Ուզում եմ հասկանալ, ըստ ձեզ, որն է արժանապատիվ եւ իրական խաղաղության երաշխիքը եւ ովքեր պետք է լինեն երաշխավորները։ Շնորհակալություն։ Ընդհանրապես աշխարհում շատ չեն երաշխավոր պետությունները։ 2-3 պետություն կան, ովքեր կարող են դառնալ ռեալ երաշխավորներ։ Մենք անպայման պայմանավորվելու ենք, չեմ ուզում նշեմ անուններ, պայմանավորվելու ենք այդ երկրների հետ։ Բացի դրանից, պայմանավորվենք տարածաշրջանային երկրների հետ։ Օրինակ ունենք հարևան Իրան։ Մենք չենք կարող անտեսել իրենց շահերը։ Դրա համար ճիշտ դիվանագիտություն, երաշխավորված խաղաղություն, որը կլինի կայուն, երկարատև, այսինքն միջև չփոխվի, նոր մարդը չգա, նոր ուժով ցույց չտա, ոչ մեկը չի կանգնելու։ Դուք տեսնում եք ինչ է կատարվում Բաքվում, ավելի շատ իր նկարներն են փակցված, Աջակցություն մեծ ունի։ քան Հայաստանում նախընտրական փուլում ամբողջ հիմա Ադրբեջանը երազում է եպեսի հաղթի։ Ինչի համար, որտեղ իրենք դրել են, որ պետք է փոխի սահմանադրությունը, այսինքն դա մեր ինքնության կործանումն է։ Մենք պետք է հրաժարվենք մեր եղեռնից, ինչ որ 100 տարիներ մարդիկ պայքարել են, որ պետությունները ճանաչեն։ Հիմա ինչի համար ենք մենք հրաժարվում։ Եղեռնը ճանաչել է թե Ռուսաստանը, թե Ամերիկան, թե Ֆրանսիան, աշխարհի 39 ամենակարևոր պետությունները ճանաչել են։ Մենք ինչի համար ենք դրանից հրաժարվում։ Դա բացի նրանից, որ մեր երկրի պատմությունն է, դա հիմա մեր երկրի հնարավորությունն է, որ ամբողջ աշխարհը մեր մասին խոսի։ Բացի դրանից, հրաժարվում ենք ամեն ինչից, նույնիսկ արած տարի նայելուց են ուզում հրաժարվենք։ Բայց ինչի համար, նույնիսկ եթե մեր տարածքում չի, ինքը պետք է մնա մեր ազգի երազանքը։ Ձեզ խնդրում եմ, ամսի 7-ից հետո անպայման դպրոցներում լինի հայոց եկեղեցու պատմությունը, հայոց պատմությունը եւ ազգային արվեստի արժեքը ավելի բարձր լինի։ Շատ շնորհակալություն, որ այսպիսի մարդիկ կան եւ դուք մեր համախոհներն եք։ Իրոք մենք մտածում ենք նույն ձևով։ Եթե մենք դա չանենք, ուրեմն այս ինչը, որ մենք սկսել ենք, ոչ մի արժեք չի ունենալու։ Մենք հենց դրանից սկսելու ենք մեր մշակույթը, դուք երևի, չգիտեմ, տեղյակ եք թե չէ, ես օգնել եմ մեր ազգային մշակույթին, այսինքն գիտեք դա ոնց ա եղել, ինչի կարիք իրենք ունեցել են, դիմել են, ես միշտ օգնել եմ։ Ես ոչ մի անգամ չեմ ասել չէ ոչ մեկին, ով փորձել է հայությունը, հայկականությունը զարգացնի, բայց ինձ համար միշտ եղել է կարևոր ընդհանուր հայությունը։ Ես ինչքան արել եմ Հայաստանի դաշտում, մի քանի անգամ արել եմ դրսում, որպեսզի մենք այնտեղ էլ հայությունը պաշտպանենք, քանի որ դրսում դա շատ դժվար, 10 անգամ ավելի դժվար է պաշտպանել։ Ես միշտ փորձել եմ Հայաստանում էլ արվեստը զարգանա, դրա համար էլ ամեն ինչ արել ենք, բայց դուք հասկանում եք, դա եղել է մասնավոր հնարավորություններով։
Ժորժյան, մենք իրավունք չունենք։ Մենք հիմա այնպիսի ժամանակատվածում ենք ապրում, որ մեր սերունդը կարող է դառնալ հայ ազգի գլխավոր հանցագործը, որ մենք կորցրեցինք Հայաստանը, հասկանում եք, ու կորցրեցինք ոչ թե պատերազմով, ընդամենը վախենալով, ձայն չանելով, բայց մենք հիմա գլխավոր հարցը պետք է լուծենք, պետք է կանգնեցնենք ադրբեջանցիների մուտքը Հայաստան, որովհետև սրանով կսկսվի մեր պետության վախճանը, սրանով մենք կորցնենք մեր ինքնությունը, իսկ ինքնությունը կորցնելուց հետո այն մնացած էլ ոչ մեկի կարևոր չի, շատ արագ ինտեգրվում ենք ադրբեջանցիների հետ, եթե մենք չենք ունենում մեր պատմությունը, Սիրուն Ալիևը փող ունի, ամեն ինչ ունի, գրել կտա ընդհանուր Հայաստանի պատմություն, իրենց պատմությունն էլ բերի, հիմա դու գիտեք, հավաքելա պատմաբաներին, հանձնարարելա, որ իրենք սկսել են գրել, ամբողջ աշխարհը գրելով է, ես որ պատական խոմ չեմ ասում լեգենդների մասին, ինչ է, հիմա գրում ես, մի 10 տարի հետո մի տեղից հայտնաբերում ես այդ գրածը, որ 50,000 տարի առաջ էս եղել է, ու դա դառնում է արդեն արժեք ունեցող հարց, հիմա նրանք գրում են մեր երկրի պատմությունը, հունիսի 7, ֆինիշ ենք անում։ Բյուրականի ուժեղները ձեր կողքին են։ Կարևորը ունենք հունիսի 7, դրա վրա պետք է բոլորս ուշադիր լինենք, աշխատենք, որ հունիսի 8-ը ունենանք արդեն ուրիշ երկիր։ Վերջին այս տարիներին քաղաքական կյանքը լցված է եղել հիմնականում նախկին ներկա այդ հակամարտություններով, որոնք շարունակվել են նաև դատական գործերով ու արդեն դուք վարչապետ եք, արդյոք շարունակվելու են այդ դատական գործերը ներկայիս նախնիների համար։ Մենք ունենալու ենք մեկ բան, ապագա, մենք հետ չենք գնալու, նույն սխալը չենք անելու 8 տարի մենակ նախկին ներկա խաղաց, մարդկանց չարչարեց, մարդկանց ընտանիքները քաշքշեց, տարան, բերեցին, դատարաններ, քննիչների մոտ, դրա համար մենք գիծ ենք քաշելու։ Կարճվելու են գործեր, այսինքն։ Կարճվելը չէ, մենք ամնիստիա ենք հայտարարելու, ամնիստիա, ոչ թե ինչ-որ գործեր են կարճելու, մենք հայտարարելու ենք ամնիստիա։ Բոլոր այն ապօրինի գործերը, որ հարուցվել են, բոլորը միանգամից վերացնելու ենք։ Մենք ասում ենք, մենք համախմբելու ենք ժողովրդին։ Եթե մենք չփոխեցինք այդ համակարգը միանգամից, մի ամսվա ընթացքում, մենք չենք կարենա ժողովուրդ համախմբենք։ Քանի որ իրենք 8 տարում ամեն ինչ ասել են, հարուցել են այդ գործերը, բայց ոչ մի ապացույցներ չունեն։ Մենք ամեն ինչը փոխելու ենք։ Մենք գիծ ենք քաշելու սրանց բոլոր ապօրինությունների վրա։ Իրենք դա արել են, որ վախեցնեն մարդկանց։ Եղավ, շնորհակալ եմ շատ։ Մենք բոլորի իշխանություն ենք լինելու։ Նույնիսկ կարող է զարմանաք ավելի ուշադիր ենք լինելու Նիկոլի ընտրողների նկատմամբ, որ այդ մարդկանց հետ քաշեն կյանք։ Մարդը խոմ շատ մեղք չունի, որ ինքը վախենում։ Նիկոլին ընտրողների 80%-ը վախեցած մարդիկ են։ Այն մարդիկ, ովքեր չեն ուզում կորցնեն իրենց աշխատանքը այսօր, հիմա մեղադրենք մարդուն, որ մանկավարժին, գյուղի մանկավարժը, որ կորցրեց աշխատանքը, երկրորդ աշխատանք էլ չկա այդ մարդուն։ Դրա համար ստիպված կարճում են ինչ որ կա, որտեղ իրենք մեզնից չեն հասկանում։ Մենք որ եկանք, իրենք աշխատանք կունենան, թե չեն ունենա, գլխավոր պատճառը դա է, դրա համար ասում ենք, բոլորը ավելի լավ աշխատանք կունենան։ Դրա համար մեր գլխավոր նպատակը լինելու է համախմբել մեր ժողովրդին։ Եթե մենք չենք կարողանում ու ոչ միայն Հայաստանի, Սփյուռքին էլ նորից հետ բերենք, համախմբենք մեր հետ։ Դա մեր ամենամեծ հնարավորությունն է։ Մենք նույնիսկ Սփյուռքից փող չենք ուզելու։
մեզ պետք են Սփյուռքի գիտելիքները, հնարավորությունները, կարողանեն տղակա Սփյուռքում, որ մեզ մի հատ ճանապարհ ցույց տալիս, մնացածը մենք կանենք։ Այսինքն մենք կորցրել ենք ամեն ինչ, վախենալով Սփյուռքից մենք ջնջել ենք Սփյուռքը մեր կյանքից։ Բերելու ենք, բոլորին բերելու ենք, կանգնեցնելու ենք մեր երկրի կողքին ու զարգացնելու ենք մեր երկիրը։ Մի կասկածեք, դուք տեսնեք, սա խոսքեր չեն, 5 տարի հետո մենք մի հատ փուլել ենք մտնելու իրար հետ։ Տեսնեք, որ ինչ ասեցինք, արեցինք։ Միևնույն է, մենք ճիշտ ռելսի վրա երկիրը կանգնեցնելու ենք։ Ունենալու ենք շատ զարգացող երկիր, մեր նպատակը դարձնենք առաջի հերթին տարածաշրջանի ամենազարգացող պետությունը։ Ես Թալին խոշորացված համայնքից եմ, գյուղ եմ ներկայացնում, որի դպրոցը կարելի ասել արդեն փակվում է, եթե սրանք մնացին։ Խնդրում եմ պատասխանեք, ուժեղ Հայաստանում դպրոցներ փակվելու են թե ոչ։ Այն դպրոցները, որի կարիքը կա, իհարկե չեն փակվելու, իհարկե նորմալ տեսքի ենք բերելու, բայց սրանք հասցրել են շատ գյուղեր դատարկել են արդեն, հիմա պատկերացրեք ինչ են անում։ Սիսիանի շրջանում 37 երեխա կա գյուղում։ Գյուղում հիմա կառուցել են 500 երեխայի դպրոց։ Բայց այդ դպրոցը, որ հին կար, մինչև 200 երեխա կարող էին հանգիստ սովորեին։ Փակել են այդ դպրոցը 200 երեխայի, կառուցում են 500 երեխայի դպրոց, այն էլ Սիսիանում։ Կասկածելու իրավունք ունենք, որ այդ 500 երեխայի դպրոցը հաստատ հայ երեխայի համար չի կառուցում։ Իհարկե մենք բոլոր հարցերը ուսումնասիրելու ենք, անալիզ ենք անելու ցանկացած հարց։ Մենք չենք ստիպելու, որ երեխան 10 կիլոմետր հեռու սարերով գնա մյուս գյուղ սովորելու։ Այդ գյուղը միանգամից հայաթափվելու է։ Ոչ մեկը իր երեխային չի անելու ուղարկի ուրիշ գյուղ սովորելու, ես դա հասկանում եմ, բայց ամեն ինչը կշռադատելու ենք, որ չստացվի, որ 10 երեխա կա գյուղում, բայց մի 500 տեղանոց դպրոց ենք սպասարկում։ Հիմա ինչը, որ ուսումնասիրում ենք, 240 դպրոց, որ փակում են, մոտ 150 դպրոցը լրիվ անտեղի փակում են, որ հայաթափեն այդ գյուղերը, հիմնականում սահմանամերձ գյուղերում են դպրոցները փակում։ Իհարկե դա չենք անելու, նույնիսկ փակածներն ենք հետ բացելու։ Ես վստահ եմ, որ հունիսի 7-ին մենք ունենալու ենք հաղթանակ, դա միանշանակ է, կասկած չկա։ Հունիսի 7-ից հետո ինչ անենք, որ չլինի տարբերություն Արցախահայ եւ Հայաստանի հայ այդ հարցի շուրջ։ Նորից եմ ասում, համախմբենք մեր ժողովրդին, համախմբենք Հայաստանի ժողովրդին, Արցախի ժողովրդին, Սփյուռքի ժողովրդին, ուրիշ տարբերակ չկա, դա այնքան արագ է լինելու։ Կներեք, բայց այս փնտի իշխանությունը այն ճանապարհեցինք, դա միանգամից է լինելու։ Արցախցին իր տեղն ու արժեքն է ունենալու մեր հասարակության մեջ։ Մեր եկեղեցին իր տեղն ու արժեքն է ունենալու մեր հասարակության մեջ։ Սփյուռքը իր տեղն ու արժեքն է ունենալու։ Նայեք, երբ են կոտրում հասարակությունները, երբ առաջացնում են քաոս։ Հիմա ամենահեշտ քաոսը արցախցի, հայաստանցի, նիկոլական ուժեղների սենց գցել են ու խառնել են ամբողջ երկիրը իրար։ Սա դնելու ենք մի հատ ճիշտ ռելսի վրա։ Բոլորը հայ են, բոլոր աշխարհի հայերը հայ են, Հայաստանը ամբողջ աշխարհի հայերի ապահով տունը պետք է լինի, մարդիկ պետք է զգան, որ պետություն ունեն իրենց թիկունքում, հիմա գոյություն չունի, դուք գիտեք, ես հատուկ զգացմունք ունեմ Արցախի նկատմամբ, Արցախահայության նկատմամբ, ես միշտ եմ կանգնած եղել արցախցիների կողքին, դուք երևի հիշում եք ամեն ինչ եմ արել արցախցիների համար, իրոք ես շատ մեծ ցանկություն եմ ունեցել, որ մենք ունենանք
երկրորդ հայրենիք, բայց սրանք արեցին, ինչ որ արեցին, բայց ես չեմ ուզում հուսահատվենք, մեր իշխանության գլխավոր խնդիրը պետք է լինի նոր հույս առաջացնել մարդկանց մեջ, որ մենք միշտ նվաստացած չենք ապրելու, որ մենք ուժեղ ենք լինելու։ Ուժեղ Հայաստանում ինչպես ենք լուծելու մեր հերոս տղաների այս խնդիրը պրոթեզավորման հետ կապված եւ ինչպես ենք նրանց նորից հետ բերելու մեր առօրյա կյանք աշխատանքի հետ կապված մեր տղաների։ Մեր տղաները լինելու են հերոսների հերոսը։ Չեմ կասկածում։ Հատուկ ծրագրերով իրենք լավ ապրելու են, քանի որ մենք բոլորս հասկանում ենք, ինչի համար են իրենք հայտնվել այս վիճակին։ Ես երևի դուք գիտեք, չգիտեմ օգտվել եք թե չէ, առաջի գործը, նույնիսկ նախքան պատերազմը, որ ֆինանսավորել եմ Հայաստանում, ոչ թե առաջին գործը, այն կարևոր գործերից մեկը հաշմանդամների կենտրոնի ստեղծումն ա եղել։ Ամբողջությամբ ես ֆինանսավորել եմ բոլոր սարքավորումները, ամենալավագույնները Ամերիկայից գնել բերել ենք, որ մեր տղաները կարողանան հետ գան կյանք։ Ում մոտ ստացվել է, ուրեմն ստացվել է, ում մոտ չի ստացվել, պետությունն է կանգնելու իրենց կողքին։ Ամեն ինչ անելու ենք իրենց համար։ Դրա համար մենք դա շատ հեշտ, առաջի հերթին այս հարցերը օրերի ընթացքում ենք լուծելու։ Բոլորը պետք է ունենան վաղվա օրվա վրա վստահություն, որ պետությունը իրենց կողքին է եւ օգնելու ենք, ով կարող է տարբեր միջոցներով վերադառնա կյանք, այսինքն նորմալ աշխատի, աշխատատեղ ունենա, բոլորին օգնելու ենք։ Մարդն է լինելու գլխավորը, մեր համար մարդը ու մարդու ապրելակերպը, մարդու կենսամակարդակը։ Եղավ, շնորհակալություն։ Մեզ բոլորիս ձեզ հետ միասին առևշատություն եւ հաղթանակ։ Համար 3 Տրամադրվեք մեր հաղթանակին, տրամադրվեք մեր բացարձակ հաղթանակին եւ ամեն ինչ արեք, որ մենք սա ունենանք։ Դուք հասկանում եք, իրենք ունեն ադմինիստրատիվ ռեսուրս, մենք պետք է ունենանք մարդկային ռեսուրս։ Սրանք բոլոր նենգությունները կանեն։ Ինչ կան հնարավոր է նենգություն անել, իրենք անելու են։ Դրա համար մեր պատասխանը լինելու է մարդկային ռեսուրսով։ Մենք պետք է շատ լինենք, մենք պետք է ավելի քաջ լինենք, ավելի համախմբված լինենք, սա է։ Փրկությունը սրա մեջ է։